Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 15-ն է Երևանում, մեզ մոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին 14-ում ենք եւ փորձենք վերադառնալ մեր նորմալ ընթացքին։ Իսկ կներեք, որ չենք կարողացել այս ֆորմատով ներկայացնել ձեզ անցած նորությունները, կարծես թե ուրբաթ օրվանից։ Մենք փորձենք անպայման լրացնել բացը։ Եվ այսպես այսօր 14-ի առավոտյան պարզ դարձավ, որ Դավիթին տեղափոխում են Պարտախցից հենց հիվանդանոց Սայլակի վրա։ Մարդը որ նույնիսկ չի կարողանում նստել, պարկացա, չի կարողանում շարժվի, որոշում կայացվեց, որ պետք է փոխվի կալանավայր, անկապ ամեն ինչից։ Բայց անցավ մի որոշ ժամանակ եւ տեղի հասանք, որ խափանման միջոցը փոխվել։ Մեր դեպքում հետ կայպես գրեց, որը շատ ուրախալի էր մեզ համար։ Պետք է ասեմ, որ այս ամբողջ ընթացքում երիտասարդները, դասընկերները, ինչպես մենք տեսնում ենք նկարի մեջ, ավելի քան դասընկերները, այս ամբողջ մեկ շաբաթից ավել քաղաքական ակցիաներ էին անում Դավիթին աջակցության համար։ Այո, սա էլ իրանց դպրոցն է, ցավոք, որ անցնում են հիմա իրանք։ Ես ցավում եմ, որ մեր երիտասարդները ստիպված առնչվում են այս ամեն ինչի հետ, բայց իրենք արդեն 18 տարեկան են եւ կյանք են մտնում, արդեն ընտրող են, իրենք պետք է իմանան ինչ են ընտրում, ում են ընտրում, ինչի համար են ընտրում, ինչ ունենք մեզ, ինչ չի կարելի թույլ տալ։ Այնպես որ մեզ կներեք երիտասարդներ, որ այս Հայաստանն ենք թողել ձեզ, ժառանգել ձեզ, բայց մենք չենք փախնում կռվի գծից, միասին պետք է փոխենք այն ուղղությամբ ամեն ինչ, ինչ որ մենք ուզում ենք կամ ինչին գոնե մենք արժանի ենք։ Իսկ իմ կարծիքով մենք արժանի ենք ավելի լավի։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ առ այսօր դեռ պարզ չի ով մեղավոր է ամեն ինչի համար։ Գործը հարուցվել մեկի նկատմամբ, որին իրենք են բռնության ենթարկել, գործը հարուցվել մի հանգամանքի վերաբերյալ, որտեղ ուժող չկա, եւ գործը հարուցվել մեկի նկատմամբ, որ հենց ինքն է ուժողը, ու ոչ մի մեղադրական չկա։ Ոչ մի մեղավոր չկա։ Մարդուն, որին բռնացել են այն աստիճան, որ փակ գլխուղեղային ցնցում է տալել, որի արդյունքում չի կարողանում նույնիսկ նստել։ Եվ քննչական կոմիտեն դեռ մտածում է, արդյոք ասի մի բան, թե ոչ։ Այո։ Այս վշտային է, ամիսներ կտևի այս գործը, այս քաշքշոցը, որ հանկարծ ոչ մի մեղադրյալ արդյունքում իր մեջտեղ չգա, նույնիսկ եթե գա, ինչպես Սոնային սպանելու պարագայում, ես վստահ եմ, որ պոտենցիալ մեղադրյալը ոչ մի պատիժ չի կրել։ Բայց դա չի նշանակում, որ այս գործը այսքանով կավարտվի։ Այսքանով չի կարող ավարտվել։ Դա կմնա չբացահայտված բռնությունների, չպատժված հանցագործությունների ցանկում, որին անպայման հույս ունեմ մի օր նոր արդարադատության համակարգը անպայման կանադառնա։ Եվ ընդ որում բոլոր նրանց, ովքեր կորցրել են գործը, Արթուր Բողոսյանը, իդեմս ցես։ Եվ խոսքը միայն այս գործի մասին չէ։ Հիշում եք, մի անգամ դուք եք ասել, սա ձեր խոսքերն են։ Տղամարդու համար ամոթ է, տղամարդը սուն չի խոսում։ Այս էլ եմ ասում եք։ Բա ու՞ր է տղամարդը։ Որ տեսեք ձգում։ Բայց Նիկոլի ռեպրեսիվ մեքենան սանով չի եզրափակում իր գործունեությունը։ Սարեք այսօր իմացանք, որ այս զայնագրության հիման վրա երիտասարդ մայր են ձերբակալել։ Ինչ գիտեմ ես, գիտեմ, որ Սամվել Կարապետյանի աջակիցներից է, գուցե ոչ շարքային աջակից, գուցե ավելի բարձր պաշտոնի, որովհետև ինչ որ հարցեր է ուզում լուծել, բայց ինչ հարցեր է լուծում, ես դեռ ինչ են գտել։ Տեսեք ինչ են գտել ընդհանրապես, որի համար այս աղջկան մեղադրանք է ներկայացված։ Հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին Հայաստան Ես ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք հռետորաբանությանը, ձայնի լրջությանը։
Այսպես խոսում էր օրինակ Լևիտանը, երբ որ հայտնում էր պատերազմի ժամանակ ռազմաճակատի մասին նորություններ, լրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։ Хорошо, то нам նոր մտածեցի։ Տելևիզորը ունել ինչ անում։ Դրա տեղը փող կարած փողով։ Ինչ անում։ Հա, դրա տեղը փողով ինքը տելևիզորն ինչ անում տունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա, ենքան ուրախանալու։ Դեսո, բայց Սիմոն Նիկոլաևիչ, ոչասի հանկարծ։ Լավ, չէ, ոչ մեկը։ Երեքշաբթի օրը ուրեմն հանդիպենք։ Вам спасибо. Сейчас что-то могу вам сделать, что-то приятное? Ничего пока не нужно. То, что нужно было, если он принес. Մի քիչ բախներս բես այն կողմը տղամարդի չէր պատասխանում։ Ես կարի ֆաբրիկա ունեմ Մարգարովիտում։ Ուզում ձեզ հետ խորհրդակցեմ։ Մի 200 աշխատատեղով ֆաբրիկա ունեմ բոլոր բաներով։ Մեջինաներով։ Ինձ զակազա պետք է շուկա։ Զակազա պետք։ Այո, զակազ լինի, ասենք։ Եկեք սենց անենք Գագիկ ջան, ես ձեր կոնտակտը փոխանցեմ իմ աշխատակցին, ով զբաղվում է այդ թեմայով։ Ինքը զանգահարի, ամեն ինչը գնահատենք, հնարավորությունները հասկանանք, եթե պետք է գանք տեղում տեսնենք ու սկսենք համագործակցել։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից։ Մի դեպքում մեկին հեռուստացույց են խոստացել, ասեց հեռուստացույց պետք չի։ Փողը տվեք դա փոխարեն։ Մյուս դեպքում խնդրում ասում եմ արտադրությունն եմ 200 աշխատատեղ։ Կարող եք ինձ ապահովել պատվեր եւ շուկա։ Որտեղ է հանցագործությունը։ Օրինակ ես բանական ես գիտեմ որտեղ է հանցագործությունը։ Հա։ Այս բանական մենք գիտենք որտեղ է հանցագործությունը։ Ահա, տուժողը։ Ու մեղադրյալ չկա։ Կասեք ստեղ որտեղ է հանցագործությունը։ Հարցը նա չի, Սամվել Կարապետյանի աջակից չի, օգնում են մարդկանց համակրանքը ստանալու համար չեն օգնում, բայց ցույց տվեք։ Այս որտեղ է հանցագործությունը։ Հանցագործությունը կա, տուժողը կա, կադրն էլ կա, ով այդ մարդուն հասցրել հիվանդանոցի դուռը։ Ոչ մի ձերբակալված չկա։ Այս բանակայում ձերբակալվածը ընդ որում մեկը որ կերակրող երախան ունի ձեռքի մեջ։ Այո, մայրը, կերակրող մայրը։ Որովհետև վերջում տեղափոխվեց կարծեմ որոշեցին տնային կալանք տալ, դե պարտաբանները դա են վիճարկում։ Բայց դուք հասկացեք, Փաշինյան Նիկոլը նույնիսկ ինչից է վախենում, ինչերից է կապչում։ Դպրոցական, կերակրող մայր, մի դեպքում տալիս ինվալիդ են սարքում պատասխան չկա, մյուս դեպքում ասում են կարող եք տեսնել շուկա, 200 աշխատող ունի մարդը, պատվեր չունի, այս հանգամանքի վերաբերյալ այս իշխանությունները պետք է ուրիշ մտածեին։ Ոնց է ստացվել, որ այս մարդը գյուղում աշխատանք է ստեղծել 200 համար ու պատվեր չունի։ Փոխանակ աջակցելու, փոխանակ հասկանալու, որ իրենք երկիրը այն վիճակին են բերել, որ այս մարդը պատվեր է փնտրում, թեկուզ Ռուսաստանում, թեկուզ այս մարդկանց միջոցով, ասում են չէ, քո բանվորները պետք է մնան, սոված, այս ով էլ քեզ հանկարծ պատվեր կգտնի, ոչ խոստովես, ոչ բան, ասես կզանգին, տեսնեն քեզ ինչով կարան չէ օգնել, ընդամենը, էլի, ընդամենը,
Որտեղ կա ստեղծարարակաշառք բառը, ձայն տալու բառերը, սա ինչ է։ Ու սա ամեն ինչի չի։ Մեկը գտել է, եթե մոդը տարել են, երեխային էլ տարեք։ Գրող են տղամարդն։ Այո։ Մամիկոն Մելոյան։ Հոդված կա, ուրեմն կալանավորեք, երեխուն էլ հետը թող տանեն, որ պատճառ չբռնի։ Տեսեք ուր է իջացրել մարդկայնության չափանիշները Փաշինյան Նիկոլը։ Վստահ եղեք, ասենք, ես չգիտեմ, ուրիշ մեկի աջակիցս այս բան գիտեր, թե ես չեմ հավատում։ Օրինակ Սամվել Կարապետյանի աջակիցների մեջ իմ չսիրած Սամվել Կարապետյանը, որ մեկն ասել, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին տարեք երեխուն էլ հետը տարեք բանտ։ Կլնես պես ման, թե չէ։ Շատ կասկածում եմ, որ կլներ։ Եվ ընդհանրապես Փաշինյան Նիկոլ աջակիցներից բացի այս կարգի տողեր գրելու ունակություն ես դեպքեր չի եղել։ Մենք տեսել ենք ամենավերջի, ամենալկտի, ամենաստորագույն դրսևորումները ու դրա մասին խոսացել ենք։ Սրանք ոնց որ հատուկ կաստալին է։ Այդ կաստան կարելի է կոչել Նիկոլի անունով։ Նիկոլ Փաշինյան որակի կաստա։ Որոնց համար այս խոսքերի համար, որտեղ ոչ մի հանցակազմ չկա, մարդիկ ասում են, ջանք երեխաներն, երեխուն էլ հետը տարեք բանտ, մենակ թե Նիկոլաս քանդի երկիրը միջև վերջ, որ հանգարց սուտ դուրս չգանք մենք, հանգարց մեղավոր դուրս չգանք, սխալ դուրս չգանք, հանդեք, տարեք, սպանեք, դպրոցականա խփեք թող ինվալիդ դառնա, կերակրող մայրա տարեք բանտ, հələ երեխուն էլ հետը տարեք բանտ։ Սա արդեն քաղաքականություն չի, գիտեք։ Սա քաղաքականություն չի։ Սա մի բան է, որ Նիկոլ Փաշինյանը բերեց մցրեց հայկական իրականության մեջ։ Եվ տոտ ու սադիկա երևալու չափանիշներ, այսինքն էլ ամոթ չի, հակառակ, երբ որ դու այդ վիճակի մեջ ես, նույնիսկ դու աջակցություն կարող ունենաս իշխանության կողմից։ Ես ես երաշխավորում ես Սերժ Սարգսյանի ժամանակ սս բաներ չեմ տեսել, չեմ կարդացել նույնիսկ։ Չեմ կարդացել։ Չկար էս խնդիրը, այս աստիճան։ Նույնիսկ եմ ասում, սա քաղաքական չի, որովհետև ես ինչպես միշտ կրկնել եմ, Փաշինյան Նիկոլ ընտրողը կամ աջակցողը քաղաքական կատեգորիա չի, դա բարոյական վերջի կատեգորիան է, բարոյական մարդկային, ինտելեկտուալ, այո, տիպիկ Նիկոլը կամ։ Այո, սա մարդկայինի կորուստ է, ինչպես գրել է օպերային երգչուհի Ռոզետ Ուսպակարյանը, չեմ ճանաչում։ Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկային կորուստ է։ Մայր լինելը չի կարող դառնալ պատժելի, երեխան չի կարող դառնալ քաղաքական հաշվարկների մաս։ Այսօր խոսքը մի կնոջ մասին է, բայց իրականում մեր բոլորի մասին է, այո։ Եթե սա ընդունելի դարձավ, վաղը սահման չի լինելու, այո։ Ինչպես կարելի է այսքան անզգա լինել, ես զայրացած եմ ու չեմ կարող լռել։ Շատ բան է գրած, համեստ է գրած։ Ես արդեն զայրացած չեմ, վաղուց չեմ լռել, որովհետև ես գիտեմ, այս ամեն ինչը տեսնել ու շարունակել աջակցել, դու անպայման պետք է հենց այս տեսակի լինեիր։ Հենց այս տեսակի, մորը կարողանում եք տարել, հոդված եք թե տանում, երեխուն էլ հետը տարել, ում կարակ քթեք բռնեք հետը տարեք էլ։ Ծածկել երեխուն, փոքրիկ երեխային, գիրկը, տղամարդու գիրկը նայեք։ Տարեք։ Ու այդ ամենը սրա համար, այս վհուկի համար։ Բա, ատրաստի բերել են, կանասեն դեղ, ախանոնել հետևում կանգնած, լսենք էլա, բայց մեկը։ Ես միայնակ
պատերազմի մասնակցին մաման ամուսինս մահացավ չթողեցին թաղմանը գան տղե Շուշիի ազատագրմանը Որտեղ չթողեցին գա որ թաղային Որտեղ ամուսնուս թաղմանը Որտեղ է ինքը բանտում է չէ Լավ խապեցին տարանը աշխատելու Ուկրաինա կռիվա կապ չունե ոչ մի բան չունե օգնե գոնե բաղնիշը սարքեն լողանը խնդրում եմ Մայրիկ ջան, չէ, տեսեք Մայրաբար խնդրում եմ բայց օրենքը արգելում է, մենք հիմա չենք կարա նյութական խոստում տանք Չէ Դե չէ Չէ, նյութական խոստում միտս, չէ, օրենքը արգելում է իհարկե Օրենքը արգելում է թոշակառուներին նորմալ կեցություն ապահովել իհարկե չեք կարա դու դա խոստակը օրենքը արգելում է Ինչ պետք է անես մի 10,000 դրամը ավել ես կնոջը իրա բառնիկ չի կարողանալու չէ սարքի իհարկե չէ ոնց ինքն է ասում դու լուսամուտ չի կարողանալու չէ փոխի չէ այսինքն ձմեռը մեկը չի կարողանալու տականա չէ հերճացա օրենքը արգելում է այս մարդկանց ընդհանրապես օգնել այդ իր խնդիրն է ոնց ուզում եք այդ հարցերուցի Դու ելույթ ունեցար բերիվերից ու ոչ մի բան չարեցի ես քեզ խնդրում եմ մենք ունենք 10 դրող ունեմ իմ տան մեջ ես քեզ հարգում էի սիրում էի 10 դրողից ոչ մի չի դրի քեզի որովհետև դու Ասլանին տեղ տվի Ասլանը սպանեցի մարդին Վերջ Այս է ուզում գնա լսի Գնալսի ոչ մեկ չի կասկածում չէ այս մարդկանց սովորացնեն այսքան ասեն եթե սովորացնեն ուրիշ բան կսովորացնեն էլի արի գովա ասա ինչքան ուրախ են որ դու կաս ինչքան ուրախ են որ քո շնորհիվ չեն կարողանում ապրել մի հատ դու լուսամուտ չեն կարողանում փոխել մեր ստացածը ուրեմն մինիմալ զամբյուրի կեսնել չի անում մինիմալ զամբյուր է որ ասենք մարդը պետք է ասենք սովից չմեռնի դա կեսնել չի անում ինչ լավ է որ դու կաս չեն կարողանում գտնել էլի այդ մարդկանց չեն կարողանում գտնել ինձ պետք է գնա ասենց նայի այս մարդկանց դեպքերին ու լսի այդ ամեն ինչը ես համար եմ ասում ժողովուրդ ջան սա վերջացած է իրանք գիտեք ինչքան փող է դրել այս ամեն ինչի համար որ լավ ձևով ներկայացնեն ամբողջը պռավալա, որովհետև որտեղից պետք է գտնեին այդ սուտ խոսացողները, իրանք կարող է իրանց նկարեն, ցենց ավտոբուսի մեջից ու տարածեն, այն բանից հետո, երբ որ այս նույն այս հրեշը, այս վհուկը, ընդամենը սանից մի ժամ առաջ, իրան ուղեկցող ոստիկանների պահակախումբը եւ վթարյա ենթարկվել, մեկը մահացել է Հետաքրքիր է, որ ոչ մեկ չեն ասում, մեկ նոր 12 հոգին էլ վիրավորը։ Ենթադրում են, որ այդ մեկը ոստիկան է։ Մնացածներն են ոստիկան է։ Ենթադրում են, բայց կոնկրետ ոչ անուն գիտենք, ոչ ազգանուն գիտենք, ոչ մի բան չի ասում։ Բայց ինքը թքած ունի դրա վրա։ Ինչ անենք մարդը մնաց, ինչ անենք ավտոբուսը վրա երթի, չեմ ասում տուժող կա այնտեղ, ուրիշ մեքենա կա, չէ։ Ու ոչ միայն ինքը այս նկարները դրանից հետո անմիջապես ամբողջ իր թիմը ու սա ուրախ ավտոբուսա նորամուծությունը հասկանում եք 8 տարվա մեջ այս մարդը միակ նորամուծությունը որ արեց հենց այս ուրախ ավտոբուսն էր Նիկոլ Մահաբերը որը ընթացքում կարող է նաև մարդիկ սպանել սա է նորամուծություն ու հետո այսպես անհոգ ժպիտով եթերներ կտոս կան Բայց ոնորի տարակի կինարը, համի գնալ ինչ ես ներվանացնում ես մարդից։ Չէ, դուք տեսել եք այս տղամարդ։ Տեսել եք այս մարդ, որ պեներեսին ասեն գնաց դերից, ինքն ասի չէ, դու պիտի լսես ինձ։
Հիմա հասկանում եք այդ բանի դեպքը ինչու է հնարավոր գնացքի միջի դեպքը։ Որ ասես չէ, դու պիտի լսես ինձ։ Դու պիտի լսես ինձ։ Այս ոլակի մարդը մենակ կարող է դաներ։ Ինքը չհալմալվել, որ են ասում է չեմ ուզում քո հետ շփվել։ Դու համար գոյություն չունես։ Մի խոսա հետս, չէ։ Սենց գունդ, սենց թքում են երեսին, ինքը ասում է, չէ, ես հələ պետք է խոսեմ։ Ես չեմ գնալու ոչ մտեղ։ Սերից։ Ես մենք հույս ունենք, որ սա հեշտանգից թողել ագա, հա, իշխանությունը։ Չէ։ Մենք չի գնալու։ Բայց Գիկորն էլ չէր ուզում գնալ քաղաք։ Դրա բանաձևը կա, չէ։ Բայց համբոն մեկա տալով։ Հնացել Փաշինյանիկը։ Չգնալու վայրան չունես։ Ոնց ուզում ես կպի քո աթոռից։ Ժողովուրդ արդեն երկեր է երկում։ Azerbaycan azgaylar sınavda kapitülen. Ay kukuruz kaçalan Karabağ'ı temam paget. Ordu laktığane anam briçe kertenne. Գիտեք հետաքրքիր է, որ այս ոստիկանների ռեակցիային եմ նայել, ոչ մեկ չի զարմանում։ Ոչ մեկ չի զարմանում։ Հիշեցեն պատմությունը, որ եկեղեցին, որ փակել էին, հավատացյալներին չէին թողում մտնի ներս, մի հավատացյալ կին հարցել է ներսում, ասել է նա։ Էլ ոչ մեկ չի զարմանում այս ամեն ինչի վրա։ Բոլորը գիտեն ով է, ինչոց է։ Ուզում ես նկարի մասին կարճ խոսեմ։ Այս աղջկան ես վաղուց ճանաչում եմ որպես լրագրող, տարբեր տեղեր տեսել եմ, տարբեր միջոցառումների տեսել եմ, սա իր լրագրողական գործունեության մասին չի բնավ, չնայած այսօր ինքը ղեկավարում է իշխանական բոլոր կայքերը, ինքն է ասիչը, Գրզոյի ասիչը ինքն է, Գրզոյի կողմից նշանակված։ Պատկերացրեք նիկոլական թույն ու թարախը այս աղջկա ձեռով կա կազմակերպում, նաև այն վստահ եմ։ Հիշում եք, երբ որ այս ներողություն խնդրեց գնացքի մեջի դիպված այդ կապված։ Ներողությունից հաջորդ պատկերից հետո գնաց թունավորումը, այդ նկարները, կեղծ տեղեկատվությունը, թե դա ասելը թքած ունեմ հայերի վրա, հայաստանցիների վրա, հիշում եք։ Այս ամեն ինչը կատարվում է նիկոլական այս մեդիայի ձեռքով։ Ընդ որում նույնիսկ եմ ասում, հարցաստեղի լրագրողական կեղտոտ գործունեությունը չի, այլ այն, որ ընդամենը 21 թվականին ինքը Նիկոլի համար ասում էր մեզ խամաճիկ վարչապետ պետք չի։ Դե հետևաբար երևի այն ժամանակ որպես լրագրող այլ ֆունկցիա ուներ, ֆինանսավորում էր այլ տեղից, այլ գործունեության համար։ Հիմա ֆինանսավորողը փոխվել է, կառավարային քաղաքականությունը փոխվել է եւ փոխվել է նաեւ բովանդակությունը։ Փաշինյան Նիկոլ, հասկանում ես դու ինչերով ես շրջափակված, ոչ թե ումով։ Ինչերով։ Այսինքն ինչ մարդիկ, որոնց կարելի է ուղղակի այսօր ստեղ առնել օգտագործել, ընդեղ առնել օգտագործել, ու վաղ այս ամեն ինչը քո դեմ է օգտագործվելու։ Եվ նանեն սիրով նույն պաստառը նորից կբռնի, գա կանի սիրով։ Ես վստահ եմ, որ ինքը գիտի բովանդակության մասին։ Վստահ եմ, որ ինքը բովանդակության համաձայն է եղել այն ժամանակ։ Բովանդակության հետ հիմա էլ է համաձայն, ուղղակի փողը հիմա այլ բանի համար են տալի։ Ինչպես ասենք, այս մյուս այս չխանձած խոզին, այս նախկին ԲՀԿ-ական նախկին, որ ասել է, չէ, ես անդամ չեմ եղել, ընդամենը աջակցող է եղել, ԲՀԿ-ի համար վազվզողներ կան, չէ, հիմա էլ կան, դրանց ռուսերեն ասում են տասովշիկ, եւ որ ինքը կուսակցական չի, այդքան չկա, բայց ասենք այդ կուսակցության համար վազվզում է։ Նրանք մեր Բաքում էլ կային, երրորդ մասում կային, ասենք տասովշիկներ, մեկին գիտեինք, էսի հանրապետականի տասովշիկն է, էսի ԲՀԿ-ի տասովշիկն է, էսի ընտրակաշարք բաժանողն է, էնի մի խոսքով։ Ամեն բոլորին գիտեին։ Մասա ԲՀԿ-ի տասովշիկն էր, որը Ալենին ասում էր, դե արդեն դու մեկա պրաստիտուտկա ես էլի։ Մի անգամ որ մարմնավաճառ ես աշխատել, հավերժ մարմնավաճառ ես դու որպես մնալու։ Սա Ալեն Սիմոնյանին ուղղված
չխանձած խոտ Վահագն Ալեքսանդյանի խոսքը։ Ինչ եմ ուզում ասեմ, սրանք այս տեսակները վայ նրանց, ով սրանց նման կենդանիների վրա կարող հույս դնի, հույս, մտածելով, որ իրենց վրա կարելի է հենվել, իրան գալու են ճիշտ ժամանակին օգնության, վայ իրենց։ Բայց ես էլ եմ հասկանում, բա դուք ում վրա հույս դնեք, ում, ձեզ շուրջ բոլորը շրջապատում են այս որակի մարդիկ, այս որակի, ձեզ բոլորի կենսագրությունը փառք Աստծո հիշողություն ունենք, ինտերնետն էլ կա, սկսած օմեգայից մինչև բոլորդ, մինչև ամեններ, բոլորդ բազմաչարչար, բազմակի օգտագործված, շպրտված կողքի վրա։ Գնանք առաջ, մի վատ նորություն ունեմ ձեր համար, քպեականներ, սա Երուսաղեմում է, սա Երուսաղեմում է, Սփյուռքում ընդհանրապես Արցախի դրոշը շատ ակտուալ է, դե ոչ նիկոլական շրջապատներում, ես պետք է ասեմ մի բան, նիկոլական Երևանը Սփյուռքում շատ ապահով չի, ես ասեմ ավելի շատ նույնիսկ պոպուլյար չի, դա արդեն ամոթ է շատ շրջանակների համար, վստահ եղեք, որ նախկին էնտուզիազմը արդեն չկա մի քանի պատճառներով, ոչ թե ընդհանրապես չկա, չէ, չկա ուղղակի, նիկոլականներ անպայման կլինեն, դա բարոյական կատեգորիա է, էլի, ավելի ճիշտ անբարոյական կատեգորիա, անպայման կլինեն, բայց չկա այդ նախկին էնտուզիազմը, որ սենց գոռան, որ իրենք նիկոլական են, աշխատում են նենց ապրեն, որ իրենց մասին մոռանան, մարդ չիմանա, բայց միևնույն ժամանակ օգտվեն են բարիքներից, ճակերտավոր, որոնք այսքան ժամանակ իրենց տրամադրված են եղել Նիկոլին ծառայելու համար։ Եվ այսպես, քանի որ ես Լոս Անջելեսից եմ գալի, ունեցա բազմաթիվ հանդիպումներ, հարց փորձ, տպավորություն, ճնշված են նիկոլականները, ոչ թե վերացել են, մի մասը արդեն ամաչում է այդ մասնի խոսա, մյուս մասը ծակերից դուրս չի գալի, բայց այն նրանք, որ պետքա ծակերից դուրս եկած անպայման խոսեն, որոնց համար դրանք վճարվում են, այդ կիսապրատ վարձկաններն են տարբեր կալիբրի բլոգերի տեսակով կամ հասարակական գործիչ ճակերտավոր, դրանք, որոնք վճարվում են ստիպված խոսելու, դրանք դեռ խոսում են, բայց հավատացեք, Տիտանիկը այլևս այդ նույն վստահությամբ չի գնում ծովի վրայով։ Խոսքս ուզում եմ ուղղեմ ԱԱԾ-ին, քննչականին, դատախազությանը, իսկ մի հատ կարող եք վկայական տալ, ով է սույն կենդանին, ոչ միայն անձնազգանում, ինչ պաշտոն ունի, ինչով է զբաղվում ինքը, ինքը հայտարարություններ անում, որ այդ մասին, սենց ասեմ, կարա իմանա կամ օպերատիվ աշխատողը, սա որտեղ օպերատիվ գաղտնիք պետք է լինի, եթե տես բան կա, քանի դա չի բացահայտվել ու որպես բացահայտված քրեական գործ չի ներկայացվել հանրության։ Տրամաբանական կլիներ, որ սա լիներ ասենք ընդդիմության ներկայացուցիչ, ասեր, ես այդ մանը գիտեմ, տեսեք, իշխանությունը չի բացահայտում, որովհետև ասենք $100 միլիոն պլյուս բերվել է Հայաստան։ Իսկ Փաշինյան Նիկոլը ոնց որ խոստացավ, որ այլևս առաջ հանդուրժում էր անօրինական փողի շրջանառությունը, էլ չի հանդուրժել, ասենք առաջ հանցագործ էր, հիմա որոշել է այլ հանցագործություն չանի։ Նույն մասին է բրթացնում այս ինքն իրան իրազեկ եւ տեղեկացված համալող չքաղաքացին, ինչ է ասում։ Օրինակ վերջերս 447.5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել։ Բարի, որպես ստատիստիկա 47.5 միլիոն ռուբլի ձերբակալվողի մասին կարող էր դա իմանալ, ասենք ինչ-որ մեկը երևի իրան ասել է, որպես ձերբակալված հաստ, բայց սա հաստատ $100 միլիոն պլյուս չի, $100 միլիոն չի, մի քանի 100,000-ի մասին է խոսքը երևի 40 կամ 50 հազար, ոչ թե 100,000 կնեք սխալ դարձեցի, բայց $100 միլիոն հասկանում եք ինչ թիվ է, սա գրում է, որ
տեղեկություն ունի, որ կան մարդիկ, որ թռնում են մի քանի օրով արտասահման եւ կիլոներով, ասենք ձեր կիլոներով, այս ձերքի պայուսակներով փող են բերում Հայաստան։ Հիմա զաման եմ ասում, քնչական, չգիտեմ, դա տամոժնիում աշխատողներ, պեկ, ով ասա։ Սա ձեր վրա գործ է տալի փաստորեն։ Ասում է ԱԱՑ-ն փաստորեն չի աշխատում։ Դատախազություն չի աշխատում։ Սահմանային վերահսկողություն, պետեկամուտների կոմիտե չի աշխատում։ Եվ քնչական չի աշխատում, որովհետև ինքը որին աշխատի, հեռախոսները լսի, թե ոնց։ Ընդ որում նկատել եք, որ հեռախոս լսում են բոլորին, առանց դատական գործի, քրեական գործի հարուցման։ Հիմա ես ուղղակի որպես ես փաստաբան չեմ, բայց ես կուզենայի իմանալ որ հարուցված քրեական շրջանակներում, գործի շրջանակներում են լսել, օրինակ, այն կնոջը։ Փոքրիկ երեխայի մայրը, որ փաստորեն սան լսում են առանց դատարանի որոշման։ Ում ուզում են, բացի այս տխմարից փաստորեն։ Եվ նրանցից, ովքեր սրապնդման ճամպրուկներով $100 միլիոն պլյուս փող են բերել Հայաստան։ Ես ինչ եմ ակնկալում։ Կամ գտնում եք ովքեր են այդ անօրինական փողերը բերել, ասում եք, որ դուք իմացել եք, փաստորեն չեք ձերբակալել։ Հիմա հետի թվով կարող եք ասել, որ իմացել եք, հետևում եք, որ մի խոսքով, որ ձերբակալ եք, դրա համար իմացել սա։ Կամ զրպարտության համար սույն, եւ որ իրանք քաղաքացի է համարում նաեւ իրազեկված, ուղղակի քրեական գործ, մարդկանց մոլորություն մեջ դնելու համար եւ մարդկանց բարի պատիվը մի խոսքով դուք գիտեք էլի, գտեք էլի թողվածը, դուք լավ եք չեք գտնում։ Լավ եք չեք գտնում։ Մարմեղ կոռուպցիայի բան չկա, ասում են բանը, պատվիրատու կարող ես գտնել, դրա համար այդ մարդուն ձերբակալում եք։ Ուրեմն ձամը կարելի է մարդուն ձերբակալել։ Սա 100 միլիոնանոց օպերացիաների մասին է խոսում։ Ընդ որում, ասում եմ, մենք նույնիսկ գիտենք, որ շրջանակներ կան, գիտենք ով որտեղ է ապրում, որ Երևանի շատ կոնկրետ տարածքում բնակվող անձինք նախկին Բարսասիջյան պաշտոնյայի լայն շրջապատ համատարած կերպով սիլուրջ ինֆորմացիա կամ գտնում եք նրանց բոլոր ձերբակալում եք ներկայացնում եք կամ ձերբակալում եք չեմ կարող ասել ընկերոջը որտեղ հայտնի չի սա ընկերա թե ընկերուհի դեռ պարզ չի ինքն էլ հələ չի կողմները չի ճիշտ ասած ինչքանով ես գիտեմ հա կամ ասում եք սա զրպարտության համար ձեզ ընդվանում սա ձեր վրա է ցուցմունքը ձեր վրա է ցուցմունքը որտեղ եթե կա հանցագործություն ինքը մասին գիտի եւ դուք չեք ձերբակալել նշանակում է այդ մարդկանց հետ փայ է ճիշտ է կամ առնվազն դուք բաց եք կատարում ձեր պարտականությունները մի խոսքով սպասում ձեր արձագանքին հա իդեպ ինչ եղավ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը եկեղեցու վերաբերյալ որտեղ նա ռուսական մեդիային իր հարցազրույցի ժամանակ հայտարարեց որ Հայաստանի հայկական առաքելական եկեղեցուն պեդոֆիլներ են, մանկապիղծներ են, սա քրեական բան է, հոդված է։ Սա զրպարտություն է։ Սուտ մատնություն, զրպարտություն, բարի համբավի, ինչ ուզում եք ձևակերպեք, բայց սա հանցագործություն է։ Ես դա թողում եմ ձեզ ճաշակով, իհարկե օրենքի սահմաններում։ Ինչ եղավ այդ քրեական գործը։ Գտեք այդ բանը պեդոֆիլներին, ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ մտահոգում է շատ, որ իմ եկեղեցում կարող են լինել մանկապիղծներ։ Այդ մասին հայտարարում ամենաբարձր մակարդակից ռուսական մեդիայում։ Եք ուր են այդ պեդոֆիլները։ Կամ այդ կենթանու կոտոշներից վերցեք, մցրեք տեղը, ասեք, այ տեսեք զրպարտությունը կար, չապացուցվեց, ուրեմն սա պետքա գնա մտնի այնտեղ, որտեղ ինքը պետքա վաղուց լիներ։ Հա, Արտուր Պողոսյան, դու դա քրեական գործը։ Ես դիմել եմ, չէ՞։ Իդեպ մեր իրավաբանական խմբին խնդրում եմ ձևակերպել նորից այս քրեական գործը ուղղակի դատախազություն եւ քննչական։ Մեզ բոլորիս, ես վստահ եմ բոլորին է հետաքրքիր, ովքեր են եկեղեցում այդ մանկապիղծները, որ ինֆորմացիան կա, սա հայտարարում է, մի կողմից փաստորեն կա, չի ձերբակալվել, բայց Ալենը գիտի, ոնց որ սա գիտի, էլի։ Էս ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Թե ասենք, եթե դու Նիկոլի, ասենց ասեմ, օգտագործվող թաշկինակն ես, դու ինչ ուզես կարող ես ասել, եթե օրենքում բանա փոխվեք, ասեք իմանանք, ասեք, որ Հայաստանի օրենսգիրքը արդեն չի աշխատում, նոր օրենքով
ով Նիկոլի համար ծառայում է, ինչ ուզի կարող է իրավունք ունի, ասենք, ասի։ Ադրբեջանը հերթական քանակությամբ դիզելն է ուղարկում Հայաստան, սեղան ասում, իրենց ապագան, իրենց երեխեքի ապագան, անվոլով 887 տոննա դիզել։ Իրենց ամեն ինչը, կյանքը, արժանապատվությունը, փողի հետ փոխած մարդկանց համար սա աշկալուսանքի թեմա է։ Անձորում հետաքրքիր գիտեք որ սա ներկայացնում է որպես Ադրբեջանն է մատակարարում, բայց ինքը պրոդուկտը ռուսական է։ Այս է ամենահետաքրքիրը։ Բայց ասենք Նիկոլը ներկայացնում է իրան PR, բայց իրան չէ, սա Ադրբեջանի PR-ն է։ Ադրբեջանը սա ներկայացնում է միջազգային այս կազմակերպություններին, ասում է տեսեք մեր մեջ գնում ենք դեպի խաղաղություն։ Մի միջամտեք, ես ռազմական հանցագործ չեմ։ Մի միջամտեք, մենք առատուն ենք անում։ Ուզում եք փչացնեք մեր խաղաղությունը։ Եվ Հայաստանում այն մարդիկ, ովքեր օգտվում են այդ վառելիքից, ասում են դե լավ, հա, ինչ է եղել որ։ Ինչ եղել ոչինչ անցել է, դե լավ, մի 10 դրամ, 20 դրամ էժան դիզվառելիք կամ բենզին կառնենք, դա ավելի կարևոր է մեզ համար։ Անկեղծ ես այդ մասսայական ոչ մի բան չեմ ուզում լավ լինի։ Ես ուզում եմ իրանց սրտով լինի։ Սա կարող է մի քիչ կոպիտ է հնչում, բայց ես ուզում եմ իրանց սրտով լինի։ Իրոք։ Իրանք ինչին արժանի են, թող այդպես էլ լինի։ Իրանք են դա ասում, այստեղ ընդհանրապես ներկայացնողն է։ Բանակի մասին, խաղաղության մասին առավոտից եկուն խոսացողներին ասեմ, այս տավարի մեջ արդեն 4-րդ թե 5-րդ մահն է։ Մահ, բանակում։ Սպանված է ուղղակի, սպանված զինվոր։ Տարին օր է սկսել։ Խաղաղությունը։ Խաղաղությունը, բայց զինվորներին ոնց սպանում էին, այդպես է սպանում են։ Այսօր Փաշինյան Նիկոլը հավաքել էր գործարարներին, խնդրեմ։ Այսի չի ես կենթանին։ Այսանց։ Հավաքել էր, մի հատ էլ ասացել է, մի հատ էս փորերով գրկեք իրար, հələ մի հատ էս սրտի կարեք, ոսած դեմքերին նայում են, ուրեմն այս մատերը դրանց չի ծալվում։ Այս սրտիկը ցույց տալու համար մատերը պետք է կարողանաս ծալել։ Սրանց մատերը չի ծալվում։ Հա, բայց ասել են կանգնի, ժպտա ու ձեռը տենց արա։ Իհարկե ոչ բոլորն են կարողանում ձեռները տենց անեն, ոչ բոլորն են կարողանում ժպտալ, ինչ վրա է, բայց հիմա հարց։ Եթե նախ չկա խոստանալը, հա, որ ինքը կփորձի ինչ-որ մի բան գտնի բանի տեսակ իմաստով, պատվերի իմաստով։ Դա դիտարկվում է որպես հանցագործություն։ Ընտրություններից առաջ գործարարներին հավաքել, ասել էլ մի հատ վարչապետի սրտիկներից արեք, արագ, նատելեկրացի, լոֆիկ, այսիշ կրացող տեսակ ես, բայց դու սասի արտակի հետ միասին և ոչ միայն էլ, սենց բոլոր նայում եմ, սենց նույն դեպքերն է, աչուծախ, Սերժից մնացած, դա ինձ առաջ։ Ես ուղղակի մի հատ բան եմ ուզում հիշեցնել, այս նկարը որ տեսակ, այս կապիկին տենում եք ընդեր անկյունում նստած։ Հենց այդ օրերին էր, որ այս տղեն, այս լֆիկ կոչված է, որ լավ կռացած հանկարծ Նիկոլից բոյով չերևա է, հարացում էր, ամեն ինչին լուժում մտածեք, Նիկոլը մեր մարդն է, իրան ուղղակի իրան սենցա պետք, սենցա ցույց տալի։ Լսեք ամեն ինչ գիտեր։ Ես միշտ ասել եմ, հայկական բիզնեսը ոչ հիմա, ոչ երբևէ օլիգարխիան, հայրենիք չի ունեցել։ Օսմաններին էր պետք, օսմաններին էր ծառայում, ռուսներին էր պետք, ռուսներին է ծառայում, կամ ծառայում էր։ Թուրքին է պետք, էլի թուրքին կծառայի։ Ասենց բան է։ Հետաքրքիրը գիտեք որն է, որ հիմա գնալու են իրանք տուն։ Միակ պետք է նայեն իրանց երեխեքի, կանանց, մայրերի, չգիտեմ, կարող արդեն թոռնիկներ ունեն, շրջապատի երեսին։
ու հետո պետք է ասեն, մենք գիտես ինչ, եթե պետքա պետք է կռանանք, տենց է, այս փող աշխատելու ձևը տենց է, պիտի կռանաս, որ դու փող աշխատես։ Գիտեք ինչի, որտեղ ազատ շուկայում սա կդառնային բոմժ, այն ինչ որ եղել է։ Բոմժից միջև օլիգարխ իրենց բաժանում է մի ժեստ, դա կռանալն է, որովհետև որ պահին չկռացա, այն ժամանակ կդառնան իրանք օպա, այն ինչ որ իրենք։ Դե սա է, ընդ որում այս խաղի կանոնները իրենք սիրով ընդունել են, որովհետև այդ խաղի կանոնների համաձայն են իրենք դարել այն ինչ որ հիմա այսենց իրավունք են ստացել գալ ու կռանալ։ Այս խաղի կանոնները ընդունված է լավ։ Իմ համար ուղղակի տհաճա գիտեք ինչ է, որտեղ ասած 21-ը հայ տղամարդու գոնե սերով հայ տղամարդ է, գոնե սերով։ Ես ափսոսում եմ, ես ցավում եմ այս նկարի համար, ես ափսոսում եմ բոլորի համար, իրենց ընդունեմ թե չընդունեմ, որովհետև իրենք սերունդների հայրեր են, տապիկներ են կարող արդեն։ Ես չեմ ուզում, որ իմ ազգի մեջ այս օրինակը տարածվի։ Չեմ ուզում։ Հայը չի կարող կռանալ։ Էն էլ Հայաստանի դիմացը։ Առյուծը շակալ չի դառնում։ Իսկ եթե դառել է, ինքը առյուծ չի եղել երբեք։ Ինքը իծնը շակալ է եղել։ Սա էլ ասեմ։ Երբ որ Լոս Անջելեսում էի, իմացա, որ Փարիզում վեհաժողով է կազմակերպել, հենց մեկը տեղադրել է, տակը ծափել են տալի, բրավո հայեր ջան, դեր կանգնեք մեր հայրենիքին, ինչ լավ է ասված, ինչ լավ է ասված, մեր տեսնենք ինչի մասն է խոսքը։ Շատ կարևոր Սփյուռքի համաժողովը, շատ կարևոր, մեկ էլ լալա, ինձ որ ցույց չտվեցին այս նկարը, ես էլ ուրախացել ասեցի վերջապես 30 տարի ուշացումով վերջապես եղավ ինչի որ մենք սպասում էինք երկար ժամանակ, լուրջ համաժողով, որտեղ պետք է քննարկվի Հայաստանի ապագան, ու մեկ էլ տենում ենք Հայաստանի գերագույն գլխավոր գերեզմանափորները նստած են։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, էլի նախկին վարչապետ Խոսո Հարությունյան, էլի նախկին վարչապետ, բոլորը նախկին վարչապետ։ Վազգեն Մանուկյան։ Սառը ցնցող իմ վրա այդ պահին։ Շոկ բանում Լոս Անջելեսում։ Գիտեք ինչ, հարցեն չի, որ իրենք ընդեղ են, հարցենա, որ ես հասկացա մի շատ դաժան բան իրականություն, որ մենք գնում հանդիպումներ ենք անում, որ մենք հասարակ մարդկանց հետ, մտահոգ մարդկանց հետ կիսվում ենք, մինչդեռ միությունների ղեկավարները, այն կազմակերպությունները, որոնք ֆինանսական ռեսուրսներ ունեն, ազդեցություն ունեն, իրանց ինֆորմացիան եւ իրանց պատկերացումները Հայաստանի մասին կազմված է այս ֆորմատի մեջ, որը նշանակում է, որ իրենք ինֆորմացիա չունեն, որը նշանակում է իրանց ցանկացած գործունեություն դատապարտված անհաջողությամբ, ի սկզբանե, որտեղ այն ինչ որ կարող են սրանք անել, արդեն արել են ամենադաժան ձևերով, ամենավատ ձևերով, որի արդյունքում ունենք այն ինչ որ մենք ունենք։ Ցանկացած հասարակության մեջ սրանք վաղուց քրեական հիմնարկներում պետք է լինեն, վաղուց, բայց այսօր իրանք գնացել են, որ պատմեն Սփյուռքին, թե ինչի են բերել Հայաստանը մի վիճակում, որտեղ հայտնվել է Նիկոլ Փաշինյան, ու հիմա էլ փակում Հայաստանի վերջին էջը։ Սա ամենայն լրջությամբ եմ ասում, որովհետև երեքն էլ բոլոր իշխանությունների ժամանակ եղել են շատ կարևոր պաշտոնների վրա։ Հիմա Հրանտ Բագրատյանը կարող ասի, չէ, ես չեմ եղել։ Չէ, ես առաջի վարչապետն եմ ընդամենը եղել, դրանից հետո իմ կանյաշնիում նստած եմ, դրանից բան չեմ արել։ Լավ, կարող է։ Բայց չի նշանակում, որ դու կուրսի չես եղել, կներեք, տեղակ չես եղել, ինչ էր, ու հիմա էլ քո քարոզչությամբ չես ասում, որն է ճիշտ։
Դուք բոլորդ Կրեմլի գործակալներդ, Կրեմլի դերասանները, բոլոր իշխանությունների ոտի տակ թավալ եկողները, այն բոլորում մանավանդ Վազգեն Մանուկյանը, ես իր մասին մի քիչ ավելի լուրջ կարծիք ունեի իմ երաց, բայց այն ինչ որ իրան սարքեցին 20 թվականից հետո, ու իրենք ինքը թույլ տվեց որ իրան սարքեն, Նիկոլին պահելու համար, ես ես մտածում եմ, էլիս Կրեմլի վարժեցված գործակալներին որ դուք հրավիրել եք ես կարգին, կարևոր համաժողովի ժամանակ, ինչ ա տվել ձեզ, կամ դուք ինչ ակնկալիքով եք հրավիրել, նշանակում է դուք Հայաստան չեք ճանաչում, հարգելի Սփյուռքի ներկայացնում, այդ մասով, այդ Սփյուռքի, դուք չեք ճանաչում, նշանակում է կամ էլ դուք ուղղակի հետաքրքրված չեք Հայաստանի իրական խնդիրների վերաբերյալ, իրական, դες ընդամենը ասենք, չգիտեմ, կարող Նիկոլ Փաշինյանը դուրս չի գալիս, բայց ոչ համակարգային խնդիր է, այն ինչի մենք կանք, եթե ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը ձեզ մենակ ինքն է այս ամեն ինչի պատճառը, ու իր գնալով այս ամեն ինչը ուղղվելու է, չէ, նշանակում դուք կրկին տեղյակ չեք Հայաստանից, Հայաստանը ձեր համար ինչ կարևոր բան է, ուղղակի դեռ լինի մեկ գնանք խորոված ուտելու, այսքան բան, գնանք ասենք չգիտեմ, Մասիսը տեսնենք, սա սոսկալ է, սա աններելի է, եւ խորը հիասթափեցնել, եւ վատնված ռեսուրսները, եւ ժամանակը վատնված, չգիտեմ, այս կազմակերպիչներից կամ այս պատասխանատուներից քանի հոգին ցակնայի, բայց կուզեմ իրանք տեսնեն, մի հատ նեղանանել ինձանից էլի, թե ես ինչ եմ քննադատում իրենց համաժողովը, չէ՞ որ իրանք կարգին բան են արել, հա, բայց ամենակարևորը անարդյունք, որովհետև սրանք ինչ պետք է ասեն ձեզ, ովքեր են այս ամեն ինչի պատճառը, ովքեր են Նիկոլ Փաշինյան բերել, ում ծրագրերն է Նիկոլ Փաշինյանը իրականացնում, խորը հիասթափեցնող, շամշալին է, Ապրիլի 13-ն է, արդեն 2 ժամ է, Գյուրջան փողոցում նաև հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր նույնիսկ կարող են գնալ հիվանդանոց, սպասեն, եթե Աստված շանի դեպք լինի, նոր իրենք կանչով մոտենան, սակայն չեն մեկնել այնտեղ։ Խոսքով, այնքան շատ են վաթարները մանավանդ ջրերից հետո, այնքան շատ, այս մարդիկ չգիտեն ինչ անեն, որտեղ հասցնեն, ոնց հասնեն նաև, Ճիշտ նարկաման ասում են առաջանում են, որովհետև վերջին պահին դեղինի տակով անցնում են ու կանգնում են, բա ջրհեղեղը չի իրական պատճառը, էլի, այս Հայաստանը, որ վերածվել է, ասենք Վենեցիա, դա չի պատճառը, այ պատճառն է, որովհետև մարդիկ, ասենք դեղինի տակով են անցնում, սա կարելի է գրել, չգիտեմ, Գինեսի գրքում, այն որ Հայաստան ամենաանձրևից հետո դառնում է Վենեցիա, դա չի պատճառը, որ ջրատարները փակ են, ոչ թե միայն խցանված են, փակած է ուղղակի, փակած, վերջ, քթել է, ժողովուրդ ջան, մենք դիմաց ընտրություններ ունենք, այսի շատ կարևոր է, բայց չնայած ընտրությունները մեր մոտ վաղուց եղել, քվեարկման օրն է հունիսի 7-ը, ես չեմ պատկերացնում Երևան քաղաքում մի հոգի, մի բանական էակ, որ ասենք Տիգրան Ավինյան կամ Նիկոլ Փաշինյան տեսակի ձեն կտա, եթե ով ձեն տա, այս ամեն ինչ որ կատարվում է երկրի հետ, մեր հետ լրիվ է ինքը դրա։ Այս ընտրությունների մասին ասեցի, որոշեցի նաև Ռադերիկին Հայրապետյանցին, որ ասում է, եթե մարդկանց 70 ու ավել տոկոս հունիսի 7-ին գնան ընտրության, Ալիևի մարդը, սկսել Ալիևի կինը, իշխանության մնալու շանս չունի, լրիվ համաձայն, ասեմ ինչի։ Ընդամենը 2 օր առաջ կիրակյորը Օրբանի ընտրություններն էր։ Օրբանին Հունգարիայում Մարդասպանի հովանավոր, սենց ասեմ, Սաֆարովին ազատ արձակած Օրբանի, որ 16 տարի էր կարծեմ, թե 14 տարի իշխանության ղեկին էր, աջակցում են համ Պուտինը, համ Թրամփը, հələ մի հատ Ջեդի Վենսը վերջի վարքյանն եկավ, ասեց, էսի մեր տղեն է։
78% մասնակցություններ եղել, 78% Ռումինիայի մասնակցություններ եղել, Հունգարիայում կներեք, և 39%-ով զայրի արդյունքով պարտվել է Օրբանը։ Ոչ չհիանաս հունգարացի ժողովուրդով։ Տեսեք, պատմական ծանր շրջան են ապրել, 14 տարի նսել են Օրբան, ոչ ապստամբություն, ոչ իրար վրա կրակել, ընդամենը գնացել են մարդիկ քվեարկության տարածք։ 78%-ը գնացել ասել ախպերային, ես այս երկրի պատասխանատուն եմ, ես բույս չեմ, որ ինչ-որ մեկը որոշի ինչ ճակատագիր, իմ ճակատագիր է, ես գնում եմ ընտրելու, ում ուզում եք ընտրեք, գնացեք ընտրելու, եթե գոնե 70% մեկ մասնակցությունն է տանք, գոնե 60%, սա ոչ մի շանս չունի, սա չունի, սա իրա տնեցին չեն, տնեցիներն էլ չեն ընտրելու, Էլ չեմ ասում, սա տնեցի էլ չունի, ինքն էլ չգիտի ինչ ունի, ինչ չունի, ու սա պետք է մեր երկրի վարչապետ լինի, ասում նոնսենս է, ամեն դեպքում, գնացեք, ընտրեք, ում ուզում եք, միայն թե գնացեք։ Армения и армяне как нация существовали еще задолго до появления на политической карте мира Турции и даже тюркских кочевых племен. Об азербайджанцах даже говорить неудобно. История армянского народа и Армении зафиксирована во всех летописях древних историков до нашей эры и нашей эры. Об этом свидетельствует множество сохранившихся до наших дней древние карты и свидетельства древних авторов с публикациями, изданные в разных странах мира. В разные периоды истории и на всех картах четко зафиксировано географическое и геополитическое положение Армении, включая Арцах, который, начиная с глубокой древности, был армянским. Զեկուցողը հրյա պատմաբանը ինքնակ ինչ ասում, որ դեռ անիշելի ժամանակվանից մեծ թվակությունից առաջ բոլոր քարտեզների վրա եղել է Հայաստանը, Արցախը ներառյալ։ Այն ժամանակ որ նույնիսկ ոչ թե թուրքական ցեղեր չկային, իրաց մասին ընդհանրապես ինֆորմացիա չկար։ Ադրբեջանի մասին կարելի է նույնիսկ չխոսել։ Because you will see here that the part of the known world which is in the same direction as this mountain is labeled as Urartu. It's Armenia, it's the name of Armenia where there were people who were very troublesome to the Assyrians, the Armenians. Եղոսկով ստենայ խոսում է Ուրարտուի մասին եւ ինքը պնդում է որ Ուրարտուն դա ադարատն է, ադարացիան թագավորն է։ Թագավորությունն է։ Ուրարտուն դա մեր բախում գիտնականի անունը սխալ սմես վերջերս լսում էի։ Կասեմ Դավթյան։ Ապացուցված է Ուրարտուն դա ադարացիան թագավորությունն է։ And they call their area Urartu or Urashtu. Несомненно, что Урарту – это древнее название страны, которую сегодня мы называем Армения. Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այս ամբողջ պատմական ժառանգությունը, որ մենք ստացել ենք, եկել հասել է մի հանգրվանի, որը կարող է վերանա մի հատ չմարդու բարի լայն իմաստով, մի հատ չմարդու ձեռքով։ Պատկերացնում եք, ոնց ենք մենք կարողանալու թույլ տանք դա, ոնց ենք ապրելու դրանից հետո։ Այսինքն սա, տեսեք ինչից են խոսում, Ուրարտուից են խոսում, մենք այդ ամեն ինչի հետևորդներն ենք, ժառանգորդներն ենք, ու այս ամբողջ ցիվիլիզացիան պիտի վերանա այս կապիտի ձեռքով, ու մենք դա պետք է հանդուրժենք, մեզ ներում չկա այդ բաղագարում, մեզ հայտարարություններ լսեք, վարչապետի մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը նախկին Գևորգ եպիսկոպոսը արդեն ընդունել են, որ ինքը փիլոնազուր կա, նշանակվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ, որպես հայաստանյան առաքելական եկեղեցու ներկայացուցիչ։ Մարդը հանված է փիլոնազուր կա, իր անունազգան Ավազանի անունով էլ գրում են, բայց եկեղեցու ներկայացուցիչ չեն գրում։
Այլ ասեք ուրիշ եկեղեցի բացեք էլի անունով։ Ասեք Նիկոլի եկեղեցու հավանով գրեք էլի։ Էս ինչա։ Էս ինչա։ Ոնց կարող է եկեղեցի ներկայացնի մեկը, որ վտարված է եկեղեցուց։ Հիմա Սերժ Սարգսյանը կարա որպես վարչապետ գնա հանդիպումների։ Նիկոլ Փաշինյանին ասեք էլի։ Սերժիկ, Նիկոլի փոխանակ դու գնա հանդիպումների, ինչ տարբերություն կա։ Եթե ասենք բանից եկեղեցուց վտարված է, կարա եկեղեցին ներկայացնի։ Ինչի՞ քո նման մերժվածը չի կարող ասենք վարչապետի Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացնի։ Հա, գնա էլի, սկսի խոսալ սրա մասին։ Սերժիկ։ Եթե իհարկե դու ուզում ես Նիկոլի մի քիչ նեղացնես, բայց ես գիտեմ որ չես ուզում։ Ազիվ այնպես ավանակ է գտե որ ամեն ինչը ձեր ուզածով անում է, ինչ նեղացնեք։ Սա էլ ընտրություններում հաղթած տեսեք է, որ վարչապետն է։ Այո։ Օրը գալու է մենք սես պիտի պարենք։ Ամեն ինչ պիտի անենք, որ հունիսի 7-ի օրը մենք սենց պարենք։ Ու հաջորդ օրվանից սկսենք երկիրը կառուցել, որը ահավոր դժվար է լինել։ Ոչ մեկի մտքով չի անցնի, որ պրոբլեմները այսպես լուծվել են, չէ։ Այն վիճակին, որ սրանք երկիրը գցել են, այնտեղ լուծում չկա համարյա թե։ Մենք պետք է ֆոկուսնիկ լինենք ամենքս մեր տեղում։ Ֆոկուս պետք է արվի։ Այն աստիճանի վնաս, որ երկրին ա տված, բյուջեին, ինստիտուտներին, ամեն ինչին, որտեղ գտնում ես մատը դնում ես փլվում է։ Այդ գիշեր կպարենք, վաղվանից հետո, մյուս օրվանից հետո, ամսի 8-ից, պետք է սենց լծվել գործի, պատրաստվեք, և 7-ին, և 8-ին։ Հոնկոնգում թողարկվող Asia Times վավերականը թվերով հիմնավորում է, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն և Իսրայելը այս պատերազմում։ Շատ կարևոր է։ Իսրայելը ամերիկյան գլխատելու փորձը ձախողվեց։ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվեց իր ընտանիքի ընկերների հետ միասին, սակայն 88 անդամից բաղկացած փորձագետների խումբը պարզապես նշանակեց նրա որդուն։ Ասենք ֆինանսական մասին։ Իրանը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցրել է մինչև 13 միլիարդ դոլարի վնաս, օգտագործելով էժան փոքր անվտանգություններ։ Ինչ վնասներ է ստացել Իսրայելի, հիմա գնանք Իսրայելին։ Բացի բարոյական քաղաքական, քարակարին չի մնացել, այսօր դրանք համարվում են երևի հրեաները համարվում են աշխարհում ամենաատելի երկրի քաղաքացիները արդեն։ Թեև Իսրայելը թաքցնում է բոլոր վնասները, բայց Իսրայելի ֆինանսների նախարարության գնահատականներով պատերազմի 40 օրվա ընթացքում Իրանի և Հեզբոլլայի դեմ ռազմական գործողությունների ընդհանուր արժեքը հասել է 16.3 միլիարդ դոլարի։ Սակայն սրանք նախնական թվեր են, որոնք հաշվի չեն առնում երկարաժամկետ տնտեսական հետևանքները։ Իսկ երկարաժամկետ տնտեսական հետևանքները դրանք սոսկալի են։ Արդեն 2.5 տարի է և մանավանդ վերջի ամիսները ընդհանրապես ոչ մի բիզնես, ոչ մի արտահանում Իսրայելում չի աշխատում։ Իհարկե բացի IT ոլորտը, այն էլ ռազմական IT ոլորտին և բանկային, այնպեսի վնաս է հասցված հարվածներով, որ ընդեղ բան չի մնացել համարյա։ Անվտանգության ուղղակի ծախսերը գնահատում են մոտավորապես 11.3 միլիարդ։ Ուրեմն, ապրիլի 9-ի հինգշաբթի առավոտվա դրությամբ ներկայացվել է ուղղակի գույքային վնասի փոխհատուցում 28237 հայցա։ Իսրայելի քաղաքացիները 28000 փոխհատուցում են ուզում։ Ուրեմն 18400-ը վերաբերում է շենքերի վնասին, 2594-ը գույքի և սարքավորումների վրա, 6617-ը տրանսպորտային միջոցներ են։
իհարկե ուժելա նաև Իրանը, տեսնենք ընդեր ինչ է եղել։ Ուրեմն Իրանում սպանվել է մոտարապես 3600 մարդ։ Հա, առնվազն 200 նորածին երեխա հիվանդանոցներն էին ռմբակոծում։ 200 կին, ավելի քան 1000 տղամարդ, որոնք չեն մասնակցել մարտերին, ինչպես նաև 20,000 իրանցի վիրավորվեց։ Բայց սա է պատերազմի գինը, Իրանը առանձնապես բան չուներ, տարբերակ չուներ այս կորուստների չունենալու, որովհետև նա պաշտպանող կողմն է, իր վրա հարձակվել է։ Բայց թե ինչ որ եղել է, մենք զոհերի մասին իհարկե ոչինչ չգիտենք, Իսրայելի չենք էլ իմանա, առանձնապես երևի դա էական էլ չի։ Իմ համար ըստ ամեն ինչ գալիս է կամ քաղաքականի վրա։ Ինչ տվեց այս պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իրանին։ Երկու օր առաջ բանակցություններ էր, չէ՞։ Նորից փորձեր բանակցություններին էլի նույն Ջերեդ Կուշներն ու Վիտկոֆն էին գնացել, բայց այս անգամ Ջեդի Վենսն էլ հետել իբր պատմության մեջ առաջի անգամ որ փոխնախագահ սա համարում է բարձր մակարդակի հանդիպում, բարձր, որովհետև Ջեդի Վենսն է գնացել։ Եվ առաջին է գնում, որ հանդիպման ժամանակ ակնհայտ է դառնում, որ Ջեդի Վենսն է կելա հարցեր լուծելու, իր հետ կարելի է պայմանավորվել։ Եվ հենց այն պահին, որ սկսում են համաձայնության գա, Վիտկոֆն ու Կուշները, Փեսեն ու գործընկերը միանգամից տորպեդոհալում են, հա, խոսակցությունը կտրուկ ընդհատում են տանում են ուշադրությամբ, Ջեդի Վենսը զանգաստանում, որ ձենդ կտրի ու հետ արի, ու տապալվում է հերթական պայմանավորվածությունը, որովհետև Իսրայելին ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ասենց ասեմ, Իսրայելին, դա Ամերիկայի Միացյալ Նահանգները չկա։ Իսրայելին ոչ մի համաձայնություն պետք չի։ Ու իրան զանգում են բանից, Իսրայելից, Ամերիկայից չէ։ Իսրայելի ոչ մի համաձայնություն պետք չի։ Իրան պատերազմ պետք։ Պատերազմ եւ եթե հնարավոր է ամեն գնով Իրանի ոչնչացում։ Որտեղ մենակ այդ պարագայում Նետանյահուն կարող է շարունակի կառավարել։ Եվ իհարկե մենակ այդ պարագայում կարող են իրանք իրականացնել իրենց մեծ Իսրայելի գաղափարը։ Իսկ մինչ այդ այս ամերիկյան Նիկոլը ասում է, ես չեմ ուզում Հռոմի պապ, որ քննադատում է ԱՄՆ նախագահին։ Ինքը մտածում է ինքը նաև կարող է ուզենա Հռոմի պապ կամ չուզենա։ Հասկանում եք ուր հասել ենք։ Դուք հասկանում եք այն մոտ այդ տպավորությունը, որ սրա շուրջ, ինչպես Նիկոլի շուրջ, ոչ մի բանական մարդ չի մնացել։ Որ մեկը ասի, լսի, քո այս հիմա հայտարարություններով, ով կար քո շուրջը, որ քո համար աշխատում է, նշանակում է իրենք էլ քո նման հիմար են, որ կարող են մտածել, որ իրանք կարող են ուզել Հռոմի պապ կամ չուզել Հռոմի պապ։ Ես չեմ զարմանա, եթե վաղը սա միասանցել կիրառի Հռոմի պապի նկատմամբ։ Դա զանգեացի բանը դիմումտի դուսարի։ Ես ամեն ինչ հավատում եմ սրանից։ Ու ինձ ամենաշատը ոչ թե ինքն է զարմացնում, այլ են բոլոր մարդիկ, ովքեր կան իր կողքը։ Իհարկե ես բոլորին չեմ ճանաչում, բայց ուղղակի ինձ sense շոկի մեջ է գցում, էլի Ամերիկայի նման տրադիցիաներ ունեցող երկիր, քաղաքական ինչ-որ ինստիտուտներ ունեցող երկիր։ Բացեն սրա վրա ղժող մասայից, որ օրական ավելանում են, բա մի խոսք չկա, որ ձեռը քաշի ասի, լսի, դու գնացող ես, հանրապետական կուսակցությունը մնացող է։ Եմիջալոս մեր հայը Դան Բելզերյանը որոշել է առաջադրվի հենց կարծեմ Ֆլորիդա նահանգից որպես հանրապետական, բայց հակահարեա ուղն ու ծուծով։ Ես վստահ եմ, որ ինքը առաջադրվի, ինքը հաստատ հաղթելու է։ Հաստատ, անկասկած։ Բայց որպես հանրապետական, ես ասում եմ, այս ընտրությունը չի լինելու մենակ հանրապետական եւ դեմոկրատների մեջ, լինելու է ով ինչ օրակարգ առաջարկում։ Բոլոր հակաիսրայելական օրակարգերը աշխատելու են որպես ամենալուրջ արգումենտ հաղթելու համար։ Թրամփը շատ ներվել էր Իտալիայի վարչապետից, ամբողջ ձայնով գոռում էր այս ուրախություն նայեցի, հետո կթա ինչի համար։ Փաստորեն Իտալիան սառեցել է ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։
Իտալիան Իսրայելի հետ սարսում ռազմական անձնավորությունը, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներից գոռում ամբողջ կողքով Դոնալդ Թրամփը։ Ես ասում Ամերիկայի Միացյալ Նահանգները գոյություն չունի, Իտալիայի գաղութն ասում են չափազանցնում ես։ Իսպանիան կոչանում Չինաստանի մտնել պատերազմի մեջ։ Ինչի՞, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է Հորմուզի նեղուցի փակումը փակվել է իր ձևով լուծի։ Որն է իր ձևը։ Հա։ Ինքն էլ որոշել է մնացած մասը փակի։ Եթե Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, դրանից այն կողմ տարածնել Ամերիկան է փակում։ Հա։ Ոչ մինար թո չգնան գա։ Լրիվ Նիկոլ։ Այսինքն եթե Իրանի փակման պարագայում էլի ինչ որ երկրներ գնում են առևտուր են, բայց ոչ ամերիկյան եւ իսրայելական նավերը, հա։ Հիմա Ամերիկան ասում է չէ։ Դրանք էլ պիտի չգնան։ Դրանց էլ ես եմ փակում։ Բայց հենց հայտարարությունն լինում, չինացիները միանգամից զանգում են, ասում են, զգուշացում ենք ձեզ, մեր նավը գալիս է։ Խնդրեմ։ Մեր նավը գալիս է։ Դա տեսնեմ ով է լինելու այն երկիրը, որ խոչընդոտի իմ նավի գնալը։ Այս նավը գալիս է, սիրուն անցնում է, եւ Հորմուզի նեղուցը, եւ Ամերիկայի շրջափակումը նավերը հանգիստ նայում են ինքը ոնց է անցնում։ Եվ ոչ մեկի ասենց ասեմ, մտքով չի անցնում, որ կարելի է այս նավի վրա կրակել կամ խանգարել իր ընթացքը։ Որովհետև սա կնստի առնվազն բանի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա Թայվան։ Առնվազն։ Ես մտածում եմ նույնիսկ Սինցինպինը կարող է նստած մտածում էր, ախ, մի հատ կպնես այս նավից, ախ, մի հատ կպնես, այս Թայվանը տեղում։ Տեղ ոչ թե վերանում է, հանձնվում են այնտեղ։ Որովհետև հաշվի առնելով սրանք ինչ վիճակի են, 3 ավիակիր են մոտեցել Իրանի դեմ պատերազմ անելու ամենագլխավոր ավիակիրները։ Ինչ պետք է մնացել մի Թայվանը պահելու համար։ Եթե Իրանի դեմ չեն կարողանում ոչ մի բան անել, չինացիների դեմ ինչ են անել ուտեղ Թայվանի։ Բայց խելոք գալիս նրանք նայում են կողքից ոնց է չինական բեռներն անցնում։ Դրա համար Իսպանիան կոչանում Չինաստանին մտնել պատերազմի մեջ եւ ինչի մենակ քո բեռները։ Օգնի մենք որ բոլոր մեր բեռները անցկացնենք։ Հիմա տեսնեք ինչ վիճակում են քրիստոնյաները Բեթլեհեմում, Իսրայելում։ Israel is approved a new settlement called Shtema, where they will destroy 11,000 predominantly Christian homes to make way for settlers. This would effectively be the end of the Christian community in Bethlehem and in the Shepherd's Field. To make way for settlers, this would effectively be the end of the Christian community in Bethlehem and in the Shepherd's Field. And this is it would be really tragic. Նույնիսկ ասենք էլի 11,000 ընտանիքի միանգամից որոշում են կայացնում, որ պետք է տեղափոխվեն Բեթլեհեմ։ Այնտեղ ապրող քրիստոնյաների փոխարեն։ Քանդելու են քրիստոնյաների տները եւ պետք է լինի դա հրեական թաղամաս։ Սա անում աշխարհի առաջ, սա անում պատերազմի ընթացքում գենոցիդ է։ Եվ իրանք շարունակում են անել։ Եվ Մաղրեսինի տարածքում փաստորեն քրիստոնյաներին վերացրեցին, հա եկեղեցիներում հանդերձ հիմա անցել են Բեթլեհեմի տարածքում են բանանում։ Ես վախենում եմ, որ այս ամենը չգահացնի նույնիսկ բան Երուսաղեմ։ Երուսաղեմ չէ որ մենք հայկական քաղաք ունենք, թաղամաս ունենք։ Եթե կարող լինի դա ասենք Բեթլեհեմում, Քրիստոսի Բեթլեհեմ, Քրիստոսի ծննդավայրում, ինչի՞ չկարա լինի օրինակ Երուսաղեմում։ Տարբերությունը ո՞րն է։ Եթե հանցագործեն էլի։ Դրա համար աշխարհն ասում, եթե Իրանը չփրկեց Finally, a news organization is standing up to Donald Trump's demands and telling him to go pound sand, and it's CNN.
Now, as you know, it was CNN and Natasha Bertrand who CNN-ի հաղորդավար Նատաշա Բետրանդի ինչ-որ հետական հոդվածից հետո Թրամփը սպառնում է CNN-ին, ասում է կամ կհեռացնեք, կամ ես կավիրեմ CNN-ը։ Պետք է հեռացնեք ձեր այդ լրագրողին։ Ինչի է ինքը բացահայտել փաստեր պատերազմի ճակատից եւ սպառնացել է CNN-ին։ CNN-ի ղեկավարությունը ամբողջ կոլեկտիվը ոչ միայն չի հանել իրանց աշխատողներին, ժուրնալիստիկային, հակառակ Թրամփին ուղղակի գրողի ծոցը։ Լավ, sense պլակատներով ու կոնկրետ ասել է ուր գնա Թրամփը։ Սա է կոչվում ազատ երկիր, սա է կոչվում ազատ մեդիա։ Ու ինձ ամենաշատ էս պատմության մեջ շոկի մեջ է գցում, գիտեք ինչ, որ Թրամփի մտքով անցնում է, որ կարող է ինքը սպառնա CNN-ին, ոյանց լրագրողին հանեն, վռնդեն։ Սա լրիվ կորցրել է իրան, որը նշանակում է վերջը մոտ է, անկասկած։ Այս հոդվածը բանն է գրում, Al Jazeera-ն է գրում, որ Իրանը մնում է ամենամեծ խոչընդոտը Իսրայելի այդ մեծ Իսրայել ծրագրի համար։ Եվ ամբողջ աշխարհի հույսը այսօր Իրանն է, որ կարող է Իրանը կանգնեցնի այն ցեղասպանությունը եւ այն հանցագործությունների ընթացքը, որը նախաձեռնել է Իսրայելը։ Տխուր է, չէ՞, ամբողջ աշխարհը նայում է, թե ոնց է Իրանի իշխանությունները իրեն ժողովուրդ այս ամենի դիմագրավում։ Բայց նա խնդիր չունեն, նա կանեն։ Նա վերադառնանք Հայաստան։ Շատ աֆերեցություն արել։ Ես չեմ սիրում դրան։ Զոհերի գլուխն է կերալ ջահելների։ Նա ինչ ընտրիս։ Չէ, շատ աֆերեցություն արել։ Այո, մայրիկ չեն, այո։ Ինյոնն ասում է, եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Եթե շանտաժով է պահում երկիրը, կարող է աթոռելեկի քնա։ Ում է վախեցնում։ Բան որ տասակարգի երեխաներին, որ կնան մահանա։ Միատեղեն ուրան է, թող կա ինքն է պատերազմի։ Եթե պատերազմի, ես համաձայն միատեղեն է թող կա։ Իմ տեղին 44 օրյանի մասնակցես, վիավոր եկել է։ Ինչ արել իմ երեխային։ Եթե ուզում է պատերազմ, ես էլ մասնակցեմ, բայց ինքն ու յակնին է թող մասնակցեն, համաձայն։ Կարող եք գիտեք որնա, ես չեմ լսել մեկին հլը, չեմ տեսել, դեռ, որ ասի, Նիկոլ ընտրենք էլի, թե չպատերազմ կլինի։ Ես չեմ լսել, ես կարող է նման մարդկանց հետ չեմ շփվում, բայց եթե դու գիտեք նման մարդկանց, որ ասում են, ընտրենք Նիկոլին, որ պատերազմ չլինի, գրեք խնդրում եմ, շատ հետաքրքիր է։ Իդեպ, շնորհակալություն նրանց, ովքեր այսքան դիմանում են, նայում են, հետևում են ալիքին։ Ես շատ զգացված եմ ձեր վերաբերմունքից, ձեր նվիրատվություններից, իդեպ կարող եք շարունակել ալիքին օգնելու համար։ Եվ մենք բոլոր գործերին արդեն ես մոռացել եմ ինչքան օժանդակ գործունեություններ ենք մենք զուգահեռ ծավալում։ Մեր այս փոխադարձ կապը շատ կարևոր է իմ համար։ Նախ իրականությունից չկտրվելու համար եւ երկրորդը ի վիճակի լինել այս ամեն ինչը ծառայեցնել իրանապարագին, որ չլինի ձայն բարբառով անապատին։ Մեզ ինչպես է ղեկավարը պետք որ Հայաստանը իրոք հզոր։ Մեզ պետք է այնպեսի ղեկավար, որը կարողանա համակարգային փոփոխություններ անի։ Համակարգային, եթե ժողովրդական բառ կա պետության մեջ ժողովրդավարություն կա, ուրեմն պետք է ամբողջ երկիր եղնի համաժողովրդական։ Բնական է, բոլորս էլ գիտենք ինչ ղեկավար է պետք։ Ով իր երկրի իր ժողովրդի լավ կնա, այդքան բան կարող եմ ասել։ Ոչ իր շահերի, իր կրբանի մասին է դաժան, զուտ ժողովրդի մի երկիր է, որպես խաղաղ է, երկրի հարցեր լուծվի։ Խելացի շնորհքով մարդ է պետք մեր Հայաստանի համար։ Խելացի մարդ է պետք մեր երկրին, ոչ թե մենակ աթոռա կրբանողներ։ Պետք է լինի հզոր, ուժեղ, կարողանա ժողովրդին ղեկավարել։ Ամեն որ ժողովուրդը իրան թեմ դուրս չգա, որ ժողովուրդը ինտերնետով այդպիսի անհարմար բառեր չգայի։ Մեզ գիտես ինչ քիչ եմ ցավակի տեղնի զգանց է շայել հետ բան չի երե չտանին բռնեն ցեզելտան լաղջելտան երեխեքն էլ բաներնի Մեզ պետք է ուժեղ ղեկավար
օրազգին հասկնա, այս ուլիցեն ելած։ Հասկացար։ Նորմալ մարդ։ Բարդ բան ասես, չէ՞։ Նորմալ մարդ։ Իրոք շատ բան պետք չի մեզ։ Այս նորմալ մարդ է պետք։ Չէ, իհարկե, այդ կարելի է լիքը բան ունենալ, ցանկություններ ունենալ, բայց ինչ հեշտ ասես, չէ՞։ Դա շատ բան պետք չի։ Նորմալ մարդ ու կալոտ ենք մնացել։ Դա բոլոր հարկություններով։ Կամ բա, սենքսիկ ինչ է սքես ամի ներգավիգալը, ինչ է պատկերացնել։ Սիրուն չէ։ Այդպես ես ինձի պահեմ իմ ընտանիքիս մեջ իմ երեխեքը ինձի չեն հարի։ Որ մնաց ենք պետության ղեկավարը։ Դա բա ժողովրդի ոգսելով ու վերջ։ Մենք այնքան կորցրել ենք։ Հայա պետքա։ Հայ ազգային մտածելակերպավ եւ սոված չլինի։ Բարդ բան ասեց հայ ազգային մտածելակերպով եւ սոված չլինի։ Սոված դա ֆիզիկական իմաստով չի։ Մտքով սոված։ Ոսկորից սոված։ Ագա, անկուշտ։ Որտեղ նստի իր համար այդ վլաստինա մեկել փողը աչքերը չի փակի։ Ախր դա չվարչապետ է, ես չեմ կարող բնութագրել, ինքը ուղղակի հայ չի։ Ամենը փորձում է իր պատկերացումը նկարագրի, բայց ինչքան դիպուկ բառեր կա, ինքը հայ չի, ինքը մարդ չի, նորմալ մարդ է պետք։ Հայ ազգի թշնամին է ինքը։ Այն ինչ որ ինքը արեց Հայաստանի հետ, այն ինչը կար Հայաստանում, ինչ վիճակում էր Հայաստանը ու ինչ վիճակում է հիմա Հայաստանը, դա Սարուձորի տարբերություն է։ Նպատակա ուղղված անում են ամեն ինչ, որպեսզի վերացնեն Հայաստանը։ Հիմա Հայաստանը գտնվում է ուղղակի գոյության պայքարի մեջ։ Կամ լինելու ենք, կամ չենք լինելու։ Ցավոք ժողովրդի մեծ մասը դա չի հասկանում։ Ես չգիտեմ մեծ մասը թե փոքր մասը, բայց կլինի անպայման մի մաս, որ չի հասկանում։ Քանի այդ ոչխարը դեր նստած է, ամեն ինչ հնարավոր է։ Քանի Նիկոլ Փաշինյանը նստած է, ամեն ինչ հնարավոր։ Մենք Հայաստանն ենք կորցնելու, ամեն ինչ կորցնելու ենք։ Դե մեր խնդիրներն ու խնդիրը նպատակն էլ են, որ այնտեղ նստած չլինի։ Մենք իրան կնստացնենք, բայց այլտեղ, այլ պայմաններով, այլ միջավայրում։ Սա մեր համար գոյութանական հարց է։ Ապրել չէ։ Կամ մենք ենք, կամ ինքը, ժողովուրդ, մենք չենք կարող իր հետ լինել, չի կարող լինել համ ինքը, համ Հայաստան, համ ինքը, համ մենք։ Ես նախընտրում եմ մեզ, որ մենք լինենք։ Դուք ում եք նախընտրում, դուք ինչ եք նախընտրում։ Գրեք այդ մասին։ Այսօր համար այսքան, լավ մնացեք։